Բարեկամներ, բարի լույս, Ամերիկայի ձայնը ողջունում է ձեզ գարնան տաքությամբ բոլորիս զարմացնող Վաշինգտոնից։ Եղանակն այստեղ իսկապես այնքան ջերմ է, որ մարդիկ պարզապես չեն ցանկանում տանը մնալ, նախընտրելով ժամանակն անցկացնել դրսում։ Գերմանիայի մայրաքաղաքում, որի մասին խոսք կգնա մեր առաջին տեսանյութում, մարդիկ նույնպես նախընտրում են ընկղմվել բնության մեջ, սակայն թող դա ձեզ չմոլորեցնի, այնտեղ ամենևին էլ տաք չէ։ Եթե այդ օրը լինեիք Բերլինի այս լճակի մոտ, պիտի շատ զարմանայիք, որ կան մարդիկ, ովքեր նախընտրում են նոր տարվա առաջին առավոտը դիմավորել սառը ջրի մեջ։ Օրանքեի լճի մեջ համարձակ բերլինցիները լողում են սառույցների հետ միասին, երբ ջերմաստիճանն աստիճանաբար ավելի էր իջնում։ Berliner Seehunde թարգմանաբար բերլինյան փոկերակումբը այս միջոցառումն անցկացնում է 1980-ականներից, ու ամեն տարի այս միջոցառմանն են օրվա ընթացքում մասնակցում մի քանի տասնյակ մարդիկ, իսկ դրանից հետո օրը դրսում նրանց համար թվում է շատ ավելի տաք, քան մյուսների համար տունը։ Ավելի բարդ է բնության հետ ներդաշնակ ապրել Չինաստանի բնակիչներին, որտեղ մթնոլորտի աղտոտվածության աստիճանը երբեմն անտանելի է դառնում։ Ծխի ու մառախուղի խառնուրդ սմոգը վերջերս պատել էր Չինաստանի մի քանի քաղաքներ, այնպես որ որոշ հատվածներում նույնիսկ կանգ էր առել երթևեկությունը։ Սմոգի պատճառով տեսանելիությունն իջել էր մինչև 50 մետր, իսկ Ջինան քաղաքում երկնաքերերի վերին հարկերը մխրճվել էին խավարի մեջ։ Ջիանգսուում իշխանությունները փակել էին մի քանի մայրուղի եւ ճանապարհային թունելներ, իսկ երբ սմոգն իջնում է այստեղ, այն այստեղ է մնում մի քանի օր։ Մարդիկ այս անգամ ստիպված էին նոր տարվա առաջին այդ մի քանի օրն անցկացնել ծխախառը մառախուղի մեջ, բայց ոչինչ, ասում են նրանք, սմոգ է կգա ու կգնա, պարզապես ժամանակն է, որ ավելի լավ մտածենք բնության ու մարդկության մասին։ Կրկին տեղափոխվենք արևմուտք։ Շվեդիայում հաջողվում է և պաշտպանել բնությունը, և տեխնոլոգիական առաջընթաց ապահովել, որն էլ իր հերթին օգնում է էլ ավելի մաքուր պահել շրջակա միջավայրը։ Այստեղ փորձարկել են էլեկտրական շարժիչով գործող նոր միկրոտաքսիներ, որոնց միջոցով երթևեկելը հարմարավետ է և մատչելի։ Շվեդական Բիստի ընկերության թաքսիփոդ անվանումը կրող տաքսիները արդեն շուկայում են։ Երկու ուղևորի համար նախատեսված այս նոր միկրոտաքսիները աշխատում են էլեկտրական շարժիչով։ Բիստի ընկերության տնօրեն Sven Wolf-ի խոսքերով տաքսիները հարմար են հատկապես կարճ տարածություններ անցնելու համար։ Wolf-ը գտնում է, որ տաքսիփոդը պահանջարկ կունենա նաև աշխարհի այլ երկրներում, որտեղ մարդիկ նախընտրում են տեղաշարժվել հեծանիվով, մետրոյով, ավտոբուսով կամ քայլելով։ Uber-ի նման հնարավոր կլինի ներբեռնել տաքսի ծառայության բջջային հավելվածը, իսկ առավելությունը այն է, որ տաքսիփոդով երթևեկելը ավելի մատչելի կլինի, եւ որ ամենակարևորն է, այն չի աղտոտում շրջակա միջավայրը։ Վերադառնանք Միացյալ Նահանգներ, այստեղ Amazon ընկերությունը որոշել է առաքել ապրանքները անօդաչու թռչող դրոնների միջոցով։ Amazon ընկերության Prime Air կոչվող առաքման նոր համակարգը ներկայումս փորձարկվում է Անգլիայում, Քեմբրիջի մերձակայքում։ Առ այսօր ամեն ինչ անխափան է ընթանում։ Երկու փորձնական առաքումները բարեհաջող հասել են հաճախորդներին։ Անօդաչու դրոնները պատվերը ստանալուց հետո Amazon-ի պահեստի հատուկ կայանատեղից օդ են բարձրանում։ Առավելագույն ծանրությունը, որը դրոնները կարող են փոխադրել, 2 կիլոգրամ է։ Դրոնները ղեկավարվում են GPS համակարգի միջոցով եւ ուղևորվում ժամում 180 կմ արագությամբ, մինչև 120 մետր բարձրության վրա։ Այս դրոնները բարեհաջող վայրեջք են կատարում Amazon ընկերության կողմից տրամադրված հատուկ վայրեջքի հարթակների վրա։ Amazon ընկերության նպատակն է առաքումն իրականացնել 30 րոպեի ընթացքում։ Բարեկամներ, այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, մնացեք առողջ և ուրախ, իսկ մենք Վաշինգտոնից ձեզ ջերմություն ենք ուղարկում։